Ադրբեջանը լուռ առանց աղմուկի փոխում է խաղի կանոնները, վերաշարադրում Նախիջևանի կարգավիճակը եւ ջնջումային պայմանագրերը, որոնց վրա մեկ դար կառուցված էր այս տարածքի իրավական ճակատագիրը։ Բաքուն փոփոխել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունը, այնտեղից հեռացնելով Մոսկվայի եւ Կարծի պայմանագրերի հիշատակումները։ Սրանք այն փաստաթղթերն էին, որոնցով ձևակերպվել էր Նախիջևանի ինքնավար կարգավիճակը։ Հաջորդ քայլով այլևս սահմանադրական նոր փոփոխությամբ կարող է արդեն պաշտոնապես հայտարարել Նախիջևանը որպես պարզապես ադրբեջանական վարչատարածք, վերջակետ դնելով դրա կիսաանկախ կարգավիճակին։ Քաղաքական իմաստով եւ միջազգային հարաբերությունների իմաստով սա ընդամենը տարածաշրջանում եւ աշխարհում ստատուս քվոյի խախտման եւ նոր ստատուս քվոյի ձևավորման ժամանակամիջոց է, այսպես ասենք, տրանսֆորմացիոն ժամանակահատված, որից յուրաքանչյուր կողմ փորձում է իր համար նոր ստատուս քվո հաստատել։ Այս գործընթացին որևէ պետություն չի խոչընդոտում, այդ թվում հենց պայմանագրերի կողմերը՝ Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանն ու Հայաստանը։ Ավելին, 2022 թվականին Հայաստանի վարչապետը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քառակուսի կիլոմետրով, որի մեջ ներառված է նաև Նախիջևանի ինքնավար հանրապետությունը։ Իսկ կողմերն իրավունք ունեին միջամտել այս գործընթացին։ Որպեսզի դու լինես տվյալ պայմանագրի կողմ կամ շահառուն, առնվազն պետք է այդ պայմանագիրը ստորագրած կողմի իրավահաջորդը դու քեզ ճանաչես։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը հռչակել է իրեն որպես առաջին հանրապետության իրավահաջորդ։ Արդյոք Վրաստանի իշխանությունները ընկալում են իրենց որպես եւ միջազգային իրավական առումով հռչակում են իրենց որպես առաջին հանրապետության իրավահաջորդ։ Տեսեք, Ադրբեջանի պարագայում Ադրբեջանը իրեն ճանաչում է սահմանադրությամբ առաջին հանրապետության կամ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ։ Քաղաքագետի խոսքով Փաշինյանի հայտարարությունից հետո, եթե պայմանագրի կողմերից որևէ մեկը փորձեր միջամտել, Ադրբեջանը դա կարող էր ներկայացնել որպես իր ներքին գործերին միջամտելու փորձ։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն էլ պնդում է, Ադրբեջանը իրավական հիմք չունի Նախիջևանի ինքնավար կարգավիճակը վերացնելու եւ այն ամբողջությամբ իր կազմի մեջ ներառելու համար։ Թուրքիայի համար Նախիջևանի հարցը շատ լուրջ սպանակ է, որ նա Ադրբեջանին միշտ պահի այն կարգավիճակում, որը Թուրքիային ձեռնտու է, որտեղ հասկանում եք, չէ՞, որ Էրդողանն ու Ալիևը հավերժ չեն, մի գեղեցիկ որ նոր իշխանություններ կգան եւ այնտեղ եւ խնդիրներից նրանք երաշխավորված չեն։ Եվ Նախիջևանը շատ լուրջ զսպանակ է, ինչով Թուրքիան կարող է ազդել եւ ճնշել Ադրբեջանին։ Ռուսաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից բացի Նախիջևանի հարցով զգայուն դերակատար է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Թեհրանն այս գործընթացը համարում է իր անվտանգային կարմիր գծերից մեկը, սակայն Բաքուն, ըստ մասնագետների, ճիշտ ժամանակ է ընտրել։ Իրանն այս պահին կենտրոնացած է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վրա եւ տարածաշրջանային այս զարգացումներին ակտիվ ներգրավելու ռեսուրս չունի։ Դա թե հնարավորություններ է բացում Բաքվի բարբարոսական վարչախմբի համար, թե ռիսկ էր, որովհետև ըստ էության միջազգային իրավապայմանագրային հենքի վրա ստեղծված միավոր է Նախիջևանի ինքնավարությունը, ուստի այդ հենքի քայքայումը բերում է դրա միջազգային լեգիտիմության խնդրի ի հայտ գալուն, ինչից բնականաբար կարող են օգտվել տարբեր խաղացողներ, մասնավորապես ակնհայտ է, որ իրանական կողմը անտարբեր չէ Նախիջևանի ճակատագրի նկատմամբ։ Քաղաքագետների խոսքով մեր հայրենիքի եւս մեկ հատված տարածաշրջանում վերածվում է աշխարհաքաղաքական կռվախնձորի, սակայն այս խաղի խոշոր դերակատարները զբաղված են այլ գլոբալ առաջնահերթություններով, ինչից օգտվում է Բաքուն։ Մասնագետների գնահատմամբ ստեղծված նպաստավոր պայմանները թույլ են տալիս Ադրբեջանին վերաձևել իրականությունը, խախտելով միջազգային պայմանագրերը եւ չստանալով համարժեք արձագանք թե արտաքին աշխարհից, թե Հայաստանից։ Սեդամ Ակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։